125 վթար 117,021 բաժանորդով և 12,00-ի դրությամբ 13,399 բաժանորդ։ Հեցի նախկին գլխավոր տնօրենը Դավիթ Ղազինյանը ամանորի հոսանքազրկումների իր ձեռքի տակ հայտնված տվյալներն է ներկայացնում, հակադարձելով ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, որն ասել էր, որ ամանորի գիշերը 9200 բաժանորդի առանց հոսանքի եղել։ Պետրոսյանը պնդել էր, այդ թիվը նախորդ տարի մի քանի անգամ ավելի մեծ էր։ Անցյալ տարի ամանորի կեսգիշերին հոսանքազրկված է եղել մեր հարաբերությունում շուրջ 32,000 բաժանորդ։ Ցավով եմ նշում, այս տարի ամանորի նախորդին հոսանքազրկված է եղել 9200 բաժանորդ։ Ղազինյանը մինչդեռ հակադարձում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքում էլ կան այդ թվերը։ 2024-2025 թվականի ամանորի գիշերը ժամը 12-ի դրությամբ հոսանքազրկված է եղել ընդամենը 261 բաժանորդ։ 24-25 թվականի թվերը, որը ՀԾԿ-ի կայքում պահպանված է, ուրեմն դեկտեմբերի 31-ին 15 վթար 6750 բաժանորդ, հոսանքազրկված 12:00-ի դրությամբ 261 բաժանորդ։ Այս տարվա հոսանքազրկումների թվի մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չի հաղորդվել։ Պատճառները, ինչպես հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն էր ասել նախորդին, ուսումնասիրվում են։ Վթարների վերլուծությունը ընթացքի մեջ է, կհասկանանք բուն ինչ հիմնական հետևանքներից պատճառով այդ անջատումները եղան, մասնավորաբար Վարդաշենի ենթակայանի մասին է խոսքը, բայց դա կարիք ունի տենց առանձին մասնագիտական խորը ուսումնասիրության էլ էս պահին։ Փաշինյանը երեկ նույնպես պնդել էր, թե նախորդ ամանորին հոսանքազրկումների թիվը 3 անգամ ավելի մեծ է եղել։ Ավելին առաջացած խնդիրների մեջ նա հեցի նախկին ղեկավարությանն էր մեղադրել, ասելով, թե նախկին վատ կառավարման հետևանքներն ենք այժմ տեսնում։ Մեր ձևով շարժումից պատասխանել էին, անցած տարի նման հոսանքազրկումներ չեն եղել, իսկ այս տարի ստեղծված իրավիճակի պատասխանատուն ասել էին ներկա իշխանություններն են, որոնք հեցում նշանակել են ոչ պրոֆեսիոնալ կառավարիչ։ Նա այլ արգելել է պլանային աշխատանքները բազմաթիվ հասցեներում եւ աշխատանքից հեռացրել է քաղաքի գրեթե բոլոր էներգետիկ շրջանների մասնագետ պետերին։ Հեցի նախկին գլխավոր տնօրենն ասում է, նախորդ տարի, երբ խնդիրներ էին առաջացել, իրենք շտապ լուծումներ են գտել։ Եթե կհիշեք 24 թվականի, եթե չեմ սխալվում, մեծ վթար հրդեհ ունեցանք, այդ ժամանակ մենք ինչ էինք անում, մենք ալտերնատիվ մալուխներով այսպես սնում էինք իրականացնում։ Հենց որ տեսնում էինք բեռը այնքան է շատանում, որ այդ ենթակայանը չի կարող, ամենաշատը 2-3 ժամով անջատում էինք, որպեսզի բոլորը կարողանան, բայց չի եղել այդպիսի դեպք, որ այսքան ժամանակով համենայն դեպս իմ պրակտիկայի ընթացքում չի եղել։ Այո, մենք շնորհակալ պետք է լինենք հեցի այն անձնակազմին, ովքեր որ այնտեղ գիշեր-ցերեկ աշխատել են, բայց նույն այդ անձնակազմը հաստատ այդքան երկար չէր աշխատի, եթե լիներ այն ժամանակվա կառավարումը։ Փաշինյանը մինչդեռ երեկ հավաստիացնում էր, եթե իրենք նախորդ 6 ամիսներին աշխատանքներ չտանեին հեցում, հոսանքազրկումների թիվն էլ ավելի մեծ էր լինելու։ Ավելին նա պնդել էր, թե հոսանքազրկումները նախկինում որպես քաղաքական գործիք են օգտագործվել սեփականատիրոջ Սամվել Կարապետյանի կողմից։ Հիմա այդ թվում շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ ամենը արվում էր երկար ժամանակ Հայաստանում քաղաքական դժգոհություններ գեներացնելու համար։ Դավիթ Ղազինյանը հակադարձում է, ինչու պետք է քաղաքացիները հեցի ղեկավարությանն ու մասնավորապես Սամվել Կարապետյանին հոսանքազրկումների մեջ մեղադրելու փոխարեն կառավարությանը մեղադրեին։ Բոլորը շատ լավ հասկանում ենք, որ գոնե Սամվել Կարապետյանի կառավարման ներքո եղած հեցի ժամանակ ոչ ոք իշխանություններին չէր մեղադրում։ Բոլորին պարզ է, չէ՞ որ սեփականատերը կար ու իշխանություններն թող չստեն, իրենք այն ժամանակ հեցին բացարձակապես չեն պաշտպանել, հակառակը։ Կարող եմ ունենալ հիմնավոր կասկածներ, որ տակից, այսպես ասած, իրենք էլ են գեներացրել այդ բողոքները։ Դա առաջինը մարազմա ուղղակի դրան անդրադառնալ է։ Փաշինյանը հեցի նախկին ղեկավարությանը մեղադրել է նաև Հայաստանում ապրող բոլոր ընտանիքներից ու գործող բոլոր հիմնարկներից գումար գողանալու մեջ։ Ռոմանոս Պետրոսյանը գրել է, թե մի քանի քրեական վարույթների նյութերով արդեն իսկ հիմնավորված է։ Հեցի բաժանորդների կողմից սպառված էլեկտրաէներգիայի ծավալների ահռելի հավելագրումներ են եղել տասնյակ հազարավոր ընտանիքների, կազմակերպությունների եւ բյուջետային հիմնարկների հաշվառման սարքերին, ովքեր չեն սպառել, սակայն տարիներ շարունակ բաժանորդները վճարել են դրանց դիմաց։ Դա ինքնավար էներգոարտադրող հազարավոր ընտանիքների արևային կայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալների ահռելի չափերով դերգրանցումներն են, որոնք հետ են մղվել հեցի բաշխիչ ցանց եւ վերջիններս իրենց օրինական արտադրանքի համար որևէ կերպ չեն փոխհատուցվել, գրել է Ռոմանոս Պետրոսյանը։ Հեցի նախկին ղեկավարը չի բացառում, որ տեսուչների կողմից հավելագրումներ եղած լինեն։ Իրենց կառավարման ժամանակ էլ նման դեպքեր եղել են, իրենք դրանք բացահայտել, մեղավորներին էլ պատժել են։ Նա հերքում է մեղադրանքները, թե դրանք համակարգային բնույթ են ունեցել։
այդ անձի կառավարիչ դառնալու օրվանից ամեն առիթով հայտարարում է, որ կան 20 եւ ավելի վարույթներ։ Ուր են այդ վարույթները։ Այսինքն մենք հիմա կասկածի տակ ենք դնում մեր ԻԱՊԱ մարմինի պրոֆեսիոնալիզմը, որ չեն կարողանում այդ հասարակ, այսպես ասած, հավելագրումը ինքը ես համարում եմ հասարակ վարույթ։ Լավ քննիչի համար, նորմալ քննիչի համար հասարակ վարույթ է։ Ինչ որ միտեղ ավել թիվ է գրվել, հաշվի չկա, չգիտեմ, վկաները կան, հանցագործը առերևույթ, որից է մեկի անմիջության կանխավարկածը կասկածի տակ չդնելով կա։ Հիմա ընդհանրապես խնդիրը մնում է դա բացահայտել։ Փաստորեն հեծի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում։ Հեծի նախկին ղեկավարության ու կառավարության միջև հերակաբանավեճը շարունակվում է, իսկ հեծի հետագա ճակատագիրը դեռևս անորոշ է։